Այս մերենգային տորթը աներևակայելի համեղ է, դրսից խրխրթան, իսկ ներսից նուրբ կառուցվածք, որը հիշեցնում է սուֆլե։ Հավկիթի սպիտակոցներին ավելացրեք շաքարավազ և դրեք ջրի գոլորշու վրա, անընդհատ խառնելով, մինչև շաքարավազը լիովին հալվի։ Խառնուրդը լցրեք խառնիչի ամանի մեջ և դրեք հարելու, անմիջապես ավելացնելով կիտրոնի աղ և վանիլին։ Խառնուրդը հարեք, մինչև այս կառուցվածքը ստանաք։ Այնուհետև տեղափոխեք այն հրուշեկեղենի տոպրակի մեջ և ձևավորեք շերտեր։ Ջեռոցը տաքացրեք մինչև 90 աստիճան և դրեք մեր շերտերը չորանալու։ Պիտի ստանանք դրսից լիովին խրթխրթան և չոր, իսկ ներսից մնա սուֆլեի պես։ Կրեմի համար անհրաժեշտ է կաթնաշորային պանիրը և խտացրած կաթը լավ հարել, մինչև միասեռ զանգված ստանանք։ Այնուհետև ավելացրեք սերուցքը և կրկին հարեք։ Պատրաստի բեզեի շերտերը թողեք լիովին սառչի, ապա պատեք կրեմով։ Մեջտեղում ևս նաև ավելացնում եմ թթվաշոտ սալորի ջեմ։ Դնում ենք երկրորդ շերտը, ավելացնում ենք կրեմը, զարդարում ելակով, փոքր բեզեներով, թարմ նանայով, վերջում էլ փշրելով չոր բեզե։ Իսկ եթե հարց առաջանա՝ ուր մնաց երրորդ շերտը, ապա իմացեք երեխաներս կերան։